այլևս շպայքանային կալանքի բառ։ Այսքանի գործընկերները կդրացնեն։ Պատվարժան Թարգարյան, ես ևս գտնում եմ, որ մեղադրողը ներկայացրած միջնորդություն Սամվել Կարապետյանի ևս 3 ամիս ժամանակով խափանման միջոցը վերջինս երկարաձգել, մինչդեռ Արգել մեղադրողը չներկայացրեց որևէ հիմնավոր պատճառաբանություն, թե օրինակ այլ խափանման միջոցները ինչու չեն կարող ապահովել Սամվել Կարապետյանի պատշաճ վարքագիծը։ Այն պայմաններում պատվարժան Թարգարյան, ինչպես իմ գործընկերը նշեց, ես ևս պետք է անդրադառնամ, երբ շուրջ, եթե չեմ սխալվում, քարոզչության ժամանակաշրջանում Սամվել Կարապետյանի բնակության վայր են այցելել 20,000 եւ ավելի քաղաքացիներ։ Այստեղ հարց է առաջանում, եթե Սամվել Կարապետյանը որևիցե դատավարության մասնակցի կամ այլ անձի վրա մեծ ցանկություն ունենար որևէ կերպ ազդեցություն գործադրելու, արդյոք չէր կարող այդ անձանցից որևէ մեկի միջամտությամբ այդ գործողությունը իրագործել։ Բնականաբար չունենք պատասխան եւ չունենք որևէ փաստական տվյալ, պատվարժան Թարգարյան, որ Սամվել Կարապետյանը այս ամիսների ընթացքում գոնե անգամ իր կողմից մեկ փորձ է արվել դատավարության մասնակիցների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու վերաբերյալ։ Բացի դա, պատվարժան Թարգարյան, մենք պրոբացիայի ծառայության կողմից նաև ինչին չառաջեց մեղադրողը, չունենք որևիցե տվյալ, փաստական տվյալ, որ Կարապետյանը օրինակ այդ ժամանակահատվածում որևիցե ապօրինի գործողություն է կատարել, որը նաև կատարել, այսինքն այդ խափանման միջոցի պայմաններում գտնվելու ներքո խախտել է այդ պայմանը։ Եվ ի վերջո պատվարժան Թարգարյան, եթե արձանագրենք, որ օրինակ մտահոգությունը մեր հարգելի մեղադրողի կայանում է նրանում, որ հարցաքննված վկաների նկատմամբ կամ օրինակ մեղադրյալների նկատմամբ կարող է Սամվել Կարապետյանը ապօրինի ազդեցություն գործադրել, ապա պետք է հիշատակեմ, որ դեռևս նախաքննության ընթացքում ոչ թե 1, 2, այլ 10-20, եթե ոչ ավել միջնորդություններ է ներկայացրել պաշտպանական կողմը, մենք փաստաբաններս յուրաքանչյուրս առանձին միջնորդություններ ենք ներկայացնել։ Եթե կան հետևյալ բովանդակությամբ, եթե կան այնպիսի անձինք, ովքեր որ Սամվել Կարապետյանի դեմ վկայություն են տվել, որպես այդպիսի մեղադրող ցուցմունքներ, խնդրում ենք ապահովել մեր կոնֆրոնտացիայի իրավունքը, մինչդեռ նախաքննության ընթացքում, ինչպես նաև նախաքննության ավարտին, մերժվել են մեր բոլոր միջնորդությունները, ինչը վկայում է այն մասին, նաև քրեական վարքի 135 հատորում չկա մեկ անձ, ում ցուցմունքը ուղիղ մեղադրական է Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Այդ պայմաններում արձանագրել, թե ում նկատմամբ այն պայմաններում, երբ որ որևիցե անձ մեղադրական ցուցմունք չի տվել, այսինքն ստացվում է Սամվել Կարապետյանը պետք է ուղղորդի խոչընդոտի որևէ կերպ, որ իր նկատմամբ արդեն իսկ տրված ցուցմունքները, որոնք մեղադրական չեն, դարձվեն մեղադրական, այստեղ էլ է անհասկանալի ու այս պայմաններում, այո, տնային կալանքը ևս բանկային կալանքից ոչնչով չի տարբերվում, տարբերվում է միայն նրանով, որ գտնվում է Սամվել Կարապետյանը տանը, նման խիստ խափանման միջոց շարունակաբար կիրառվել է, պատվարժան Թարգարյան, որևիցե կերպ արդարացված եւ հիմնավորված չէ։ Եվ գտնում եմ, որ իմ գործընկերն ինչպես նշեց, այդ գրավի գումարի չափը ամբողջությամբ կարող է ապահովել Սամվել Կարապետյանի արդեն իսկ դրսևորված պատշաճ վարքագիծը եւ միայն գրավի առկայության պայմաններում կարող ենք ապահովել այն բոլոր մտահոգությունները, որոնք իրականացնող մարմնի մոտ առկա են։ Այսքանը պատվարժան Թարգարյան։